Բարև ձեզ սիրելիներ, ուրախ եմ, որ իրապես այս առիթ այդ հնարավորություն ունենք ևս մեկ այս ժամերը իրապես ունեցել և նաև հույսով եմ, որ ժամանակ առ ժամանակ մարդիկ կլինեն, ովքեր որ ցանկություն կհայտնեն վկայելու, պատմելու Տիրոջ գործերի մասին, որ շաբաթվա ընթացքում իրար կյանքում դերում են։ Ես սրա մասին ասել եմ, բայց նորից մի քաջալեր եմ ձեզ, որ եթե ինչ-որ բաներ կա, որ կուզենաք բաժնեկցել, կիսել, խոսեք Լևոն եղբոր հետ։ Եվ մենք էլ կծրագրենք, կպատմենք, կծրագրենք այնպես, որ պաշտամունքի ընթացքում դուք էլ վկայություններ ունենաք, դուք էլ պատմեք այն, ինչպես է Տերը գործում ձեր կյանքում, որովհետև մեր կյանքը կամ մեր հոգևոր կյանքը չի սահմանափակվում, հույսով եմ, չի սահմանափակվում մենակ կիրակի այս մի քանի ժամերով, որովհետև եթե ես Տիրոջ հետ քայլում եմ, վստահ եմ, որ շաբաթվա ընթացքում նույնպես Տիրոջ հետ քայլելով, Տիրոջ գործերը, Տիրոջ հրաշքները կյանքից մեջ կարամ տեսնեմ եւ դրանով բաժնեկցեմ նաեւ եկեղեցում որպես քաջալերանք, որպես հարցեր, որ գուցե նաեւ մարդիկ կան այդ ամեն ինչի միջով անցնում են։ Դրա համար սիրելի եկեղեցի, խնդրում եմ այս առումով, եթե ունենում եք կամ ինչ որ մի հատվածի ընթերցանություն, որը որ յուրովի այս պայդրությամբ ձեր կյանքում արտահայտվում է կամ յուրովի է, բաժնեկցեք այդ ամեն ինչի մասին։ Այսօր շարունակելու ենք մենք Սուրբ Գրքի մեր սերտողությունը Մատթեոսի ավետարանից եւ հույսով եմ կառնենք այն, ինչ որ Տերը պատրաստել է իր փառքի համար։ Խոսելու ենք նրա մասին, որ Հիսուս հավատարիմ էր իր առաքելությանը։ Չգիտեմ, տեսել եք թե չէ, ընդհանրապես, երբ որ երեխաները ինչ-որ բան են ուզում, մանավանդ հիմա ավելի կասեմ տենց Սերգեյի տարիքին, Մարիան էլ արդեն կամաց-կամաց, մինչև Մարիան, այսինքն երեխաները, կոնկրետ թե Սերգոյի մոտ եմ նկատել, թե նաև Մարիայի մոտ եմ նկատել, որ կային բաներ, որ իրանք կարան օրինակի համար ուզեն կամ ցանկություն են ինչ-որ մի բան անելու, բայց կարողանում է շատ հեշտ ոնց որ փոխես ուղղությունը, փոխես միտքը անցնում գնում է։ Բայց հետո գալիս է մի տարիք, որ կապ չունի ինչ է կատարվում, իրանք շատ հստակ ունեն նպատակ։ Ու այդ նպատակին ամեն ինչ անում են, որպեսզի հասնեն։ 10 անգամ նույն հարցը կտա ինձ, 10 անգամ այդ նույն բանը կասի մամային, այսինքն ունեն նպատակ եւ ամեն ինչ անում են, որպեսզի այդ նպատակին հասնեն։ Հիսուս Քրիստոս իր առաքելության մեջ շատ հստակ նպատակ ուներ եւ ամեն մի խոսքը, ամեն մի քայլը, ամեն բան ինչ որ Հիսուս Քրիստոս անում էր կոնկրետ իր առաքելության շրջանակներում։ Ես ցավում եմ ասում, բայց մենք որպես եկեղեցի շատ դեպքերում մենք կարողանում ենք շատ հեշտ շեղվենք, մոռանում ենք այն առաքելությունը, ինչի մեջ որ կանչված ենք, մոռանում ենք այն բաների մասին, ինչի մեջ որ կարծես գուցե նաև խոստում էինք տվել կամ ասել էինք, որ որոշում ենք կացել, որ Տեր Աստված էզև կքայլենք, սա կանենք։ Ու այսօր կխոսենք նրա մասին, թե Հիսուս ինչպես էր հավատարիմ իր կոչմանը եւ ինչպես ամեն իր կյանքի բնագավառում մենք դա շատ հստակ տեսնում ենք։ Խնդրեմ բացեք Մատթեոսի ավետարան 4-րդ գլուխ, կարդալու ենք 12-ից 17 համարները։ Մատթեոս 4 12-ից 17։ Եթե ունեք ձեր սուրբ գրքերը, բացեք 4-րդ գլուխ 12-ից 17։
Երբ Հիսուսը լսեց, որ Հովանեսը մատնվել է, գնաց Գալիլեա։ Թողնելով Նազարեթը եկավ բնակվեց լճի եզերքին գտնվող Կափառնաում, Զաբուղոնի եւ Նեփթաղիմի սահմաններում, որպեսզի կատարվեր Եսայի մարգարեի միջոցով ասված խոսքը. Զաբուղոնի երկիր ու Նեփթաղիմի երկիր, ծովի ճանապարհ Հորդանի այս կողմը հեթանոսների Գալիլեա, ժողովուրդը, որ խավարի մեջ էր նստած, մեծ լույս տեսավ եւ մահվան ստվերով աշխարհում նստողների համար լույս ծագեց։ Այդ ժամանակից Հիսուս սկսեց քարոզել ու ասել. «Ապաշխարեք, որովհետև մոտեցել է երկնքի արքայությունը»։ Եկեք աղոթենք։ Մեր երկնավոր Հայր, փառք ենք քեզ տալիս եւ շնորհակալ ենք մեր կյանքի ամեն օրվա համար։ Շնորհակալ ենք, որ պահում պահպանում ես Տեր Աստված եւ ողորմացել, գթացել ես ոչ միայն ֆիզիկական կյանք ես տվել, այլ նաեւ վերստին ծնունդ ես տվել։ Հնարավորություն ունենք Տեր Հիսուս քեզ ճանաչելու, խոսքդ ճանաչելու եւ կամքդ ճանաչելով քեզ փառավորելու Տեր։ Աղոթում եմ, որ հիմա այցելություն անես մեզ Տեր Աստված, որպեսզի այն ամեն ինչ որ կխոսենք, այն ամեն ինչ որ կլսենք, միմեն քեզ փառավորի Տեր Աստված, որպեսզի կամքդ հասկանալով, ընդունելով գնանք ու փառավորենք քեզ մեր ողջ կյանքի ընթացքում։ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն։ Գիտեք, եթե վերցնենք Հիսուս Քրիստոսի կյանքը երկրիս վրա, ապա նրա ապրած ամեն վայրկյանը արտացոլելու է հոր կամքը։ Նրա արտահայտած ամեն մի խոսքը նորից ցույց է տալու այն ամենը, ինչը որ իր հայրը ցանկանում էր։ Եվ ամեն մի կատարած գործը նույնպես լավագույն օրինակն էր հորը հնազանդվելու։ Մենք որպես եկեղեցի նույնպես պետքա ձգտենք, որպեսզի մեր կյանքում հասնենք դրան, որ ամեն մի վայրկյանը մեր կյանքի փառավորի հորը։ Այո, մեր կյանքում մենք դժվարություն ենք ունենում, ինչու, որտեղ մեղավոր մարմնի մեջ ենք, մեղավոր բնություն ունենք, մեղավոր շրջապատում ենք ապրում, բայց այնուամենայնիվ Տեր Հիսուս կանչեց մեզ սուրբ կյանք ապրելու, ասեց, որովհետև Հայրն է մեր սուրբ։ Եվ մենք որպես եկեղեցի պետքա ձգտենք, ամեն օրը, ամեն վայրկյանը պետքա աղոթք անենք, ասենք Տեր Աստված, մեզ ուժ ու կարողություն տուր, որպես եկեղեցի, որպես քո զավակ, որպես քրիստոնյա հայր կամ քրիստոնյա մայր լավագույն օրինակը տալու։ Լավագույն օրինակը քրիստոնյայի, լավագույն օրինակը մեկի, ով որ հետևում է Հիսուս Քրիստոսին։ Այս պատմության մեջ կարող ենք առանձնացնել Հիսուս Քրիստոսի կյանքի կարծես 3 բնագավառներ, որտեղ որ նա ցույց էր տալի իր լիարժեք հնազանդությունը հորը։ Առաջինը դա այն էր, որ Հիսուս Քրիստոս այնտեղ էր, որտեղ որ հայրը ցանկանում էր, որ նա լիներ։ Եկեք եւս մեկ անգամ կարդանք 12 եւ 13 համարները։ Երբ Հիսուսը լսեց, որ Հովանեսը մատնվել է, Հովանեսը ում մասն է խոսքը գնում։ Հովանես Մկրտչի մասին։ Վստահ եմ գիտեք, որ պատմությունը, որ Հովանեսը երկար ժամանակ հանդիմանում էր թագավորին, եւ դրա պատճառով թագավորը նրան բանտարկեց։ Եվ գիտեք, որ բավականին չար անձնավորություն էր, հիմա չեմ ուզում շատ անդրադառնամ այդ դեպքին, բայց այնուամենայնիվ մարդկանցից վախենալով դեռևս չէր սպանել, բանտարկված էր Հովանեսը, եւ պատմությունը գիտեք, որ վերջի վերջո այնպես ստացվեց, որ սպանեցին, գլխատեցին Հովանեսին, եւ եթե մենք ուշադրություն դարձնենք ուղղակի այս համարին, կարող է տպավորություն ստեղծվի, որ Հիսուս Քրիստոս տեղափոխվում է կամ գնում է Գալիլեա նրա պատճառով, որ Հովանեսը մատնվեց։ Այսինքն դրդապատճառը կարծես թե կարա լինի այն, որ վախն է եղել։ Դե Հիսուս վախեցավ, որպեսզի հիմա արդեն Հովանեսին մատնել է, եւ վախից դրդված փոխում է վայրը։ Այնինչ եթե ուսումնասիրենք այլ ավետարաններ, կտեսնենք, որ նախ եւ առաջ Մատթեոս ավետարանիչը սրա մասին ասել է։
Երբ որ քարոզում է կամ գրում է իր նամակը, չի գրում ըստ ժամանակագրության, այսինքն երբ որ մի դեպքից հետո մենք մյուս դեպքն ենք կարդում, դա չի նշանակում, որ հենց այս դեպքից հետո անմիջապես տեղի ունենում հետևյալ դեպքը։ Որովհետև Մատթեոսի նպատակը ոչ թե նկարագրեր Հիսուս Քրիստոսի հստակ ժամանակագրությունը, այլ թեմատիկ կերպով է ներկայացնում Մատթեոսը։ Եվ մինչև այդ օրինակի համար մենք կարդում ենք, որ ասում է թողնելով Նազարեթը եկավ բնակվեց լճի եզերքին գտնվող Կափառնայումը։ Հիմա եթե Նազարեթի պատմությունը հիշենք կամ փորձենք տեսնենք թե ինչ տեղի ունեցավ Նազարեթում, գիտեք որ Հիսուս Քրիստոս մեծացել էր Նազարեթում եւ կոչվեց Նազովրեցի։ Նույն Մատթեոսի ավետարան 7-րդ գլուխ 28 ու 29 համարներն եմ ուզում կարդանք, այնտեղ կարդում ենք, որ երբ Հիսուսն այս խոսքերն ավարտեց, ժողովրդանում քարոզում էր եւ հայտարարեց, որ ահա այս վկայությունը կամ ահա այս մարգարեությունները իրականություն դարձան։ Ժողովուրդը Չէ, կներեք, սխալ եմ կարդում։ Չէ, այդ հատվածը չեմ կարողանում գտնել։ Այնուամենայնիվ պատմությունը կհիշեք, երբ որ բարկացան, զայրացան ու փորձում էին Հիսուս Քրիստոսին, ասում է, տարան քաղաքից դուրս եւ փորձում էին բարձր տեղից ինչ անեին, գցեին։ Եվ գրված է, որ այդ ժամանակ ուղակի Հիսուսը այդ ժողովրդի միջից հանգիստ անցավ գնաց։ Եվ այս պատմությունը շատ հստակ հաստատում էր, ցույց էր տալի, որ Հիսուս Քրիստոսին որևիցե բան չի կարող պատահի, եթե ինքը թույլ չտա այդ ամեն ինչը։ Այսինքն Հիսուս Քրիստոս ինքը որևիցե մեկից չէր վախենում եւ շատ հստակ գիտեր, որ որևիցե մարդ Հիսուս Քրիստոսին կամքից դուրս ինչ որ մի բան իրան չի կարող անել։ Եվ այն ամեն ինչ որ տեղի ունենում Հիսուս Քրիստոսի կյանքում, տեղի էր ունենում հոր կամքի շրջանակում։ Եվ դրա համար եթե նույնիսկ մի փոքր առաջ գնանք, երբ որ դատավարություն էր գնում, գիշեք Հիսուսը ինչ ասեց դատավարության շրջանակում, երբ որ Պիղատոսն ասեց, չգիտես, որ ես ինչ ունեմ, իշխանություն ունեմ քեզ կյանք տալու կամ դատապարտելու։ Հիսուսը ինչ ասեց, որ այս իշխանությունը քեզ տրված է վերից, եթե վերից այդ իշխանությունը քեզ տրված չլիներ, որևիցե բան չէր կարող անել։ Եվ հետևաբար Հիսուս Քրիստոս, երբ որ գնում է Կափառնայում, սա ոչ թե վախից դրդված է անում, այլ գնում է, որովհետև Տերը Հայր Աստված շատ հստակ ծրագիր ուներ եւ ինքը պետք է լիներ այնտեղ, որտեղ որ Հայրը իրեն կանչում էր։ Ինչ գիտենք ընդհանրապես Գալիլեայի մասին։ Եթե նայենք այս ձև ասած զտարյուն հրյաների կողմից, դա այդքան էլ հարմար տեղ չէր ապրելու։ Ինչի որտեվ Գալիլեան որոշակի առումով բավականին շատ ճանապարհներ կար, որ անցուդարձ կար։ Եվ այնտեղ մարդիկ ավելի մի քիչ ազատական էին մտածում եւ այդքան էլ մշակույթի մեջ խորացված չէին։ Եվ որոշ առումով հրյաների համար Գալիլեան ոչ այդքան մաքուր տարածք էր համարվում։ Այնինչ, երբ որ նայում ենք, տեսնում ենք, որ Հիսուս Քրիստոս իր ծառայության մեծամասնությունը անցկացրեց Գալիլեայի շրջանակում։ Եվ գիտենք նույնիսկ, որ շատ աշակերտներ կանչվեցին այդ շրջանակից։ Կափառնայումը բավականին նորից մեծ քաղաք էր այն ժամանակվա շրջանակում, ասում են, որ բավականին մեծ ժողովուրդ էր ապրում։ Բավականին շատ անցուդարձ կար եւ դրա հետ մեկտեղ նաեւ հարուստ քաղաք էր։ Ընդհանրապես պետք է հասկանանք մի բան, որտեղ որ կա հարստություն, որտեղ կա շարժ, այնտեղ կա նաեւ մեղքի առումով բավականին մեծ ազդեցություն։ Նույն օրինակի համար եթե նայենք Կորինթոսի քաղաքը, որ նորից անընդհատ շարժվում էր, դե Կորինթոսը չափից ավելի պղծված կամ չափից ավելի մեղավոր քաղաք էր։ Ստեղ Կափառնայումը տեսնում ենք նորից հրյաների շրջանակա, բայց այնուամենայնիվ այն որոշ առումով ազատական տարածք էր։ Եվ եթե նորից նայենք հրյաների տեսանկյունից, Հիսուս Քրիստոս այնքան էլ այնտեղ անելու բան չուներ։ Պետք է հիմնական ծառայությունը որտե ծավալեր։ Երուսաղեմում, կենտրոնում կարծես, որտեղ որ ամեն ինչն է, ամեն մի այդ հիմնական հոգևոր շրջանակն է, ճիշտ է։ Բայց Հիսուս Քրիստոս այնտեղ էր, որտեղ որ Տերը իրեն կանչել էր։ Երբ որ ինչ որ միտեղ էր գնում, Հիսուս ինչ էր անում։
սկսում էր բժշկություն, սկսում էր քարոզելով եւ բնականաբար ինչ էր տեղ ունենում։ Հիսուսի համբավը սկսում էր բարձրանալ, մեծանալ եւ տարբեր տեղերից ամբողջ էր հավաքվում, մարդիկ էին հավաքվում։ Ուզում եմ մի հատ հատված ընթերցենք Մարկոսի ավետարան 35-ից 39 համարները, որտեղ ստեղ նորից շատ հստակ տեսնում ենք, որ Հիսուս գնում էր այնտեղ կամ մնում էր այնտեղ, որտեղ որ հայրը իրեն կանչում էր։ Մարկոսի ավետարան առաջի գլուխ 35-ից 39 համարները։ Վաղ առավոտյան լույսը դեռ չբացված վեր կացավ, դուրս եկավ, միամայի տեղ գնաց ու այնտեղ աղոթում էր։ Սա նորից հետաքրքրական է, եթե նայեք Քրիստոսի կյանքը, ցերեկվա ընթացքում անդադ ծառայություն էր անում, բավականին շատ մարդիկ կար, քարոզում էր, բժշկում էր։ Գիշերը այն ժամին, որը որ կարծես պետքա ժամանակը լինի հանգստանալու, քնելու, ինչ էր անում, շատ շուտ էր առանձնանում, շատ շուտ էր արտանում, ինչի, որպեսզի կարողանար ազատվել մարդկանցից ու հոր հետ ժամանակ անցկացնել։ Սա շատ կարևոր է եւ սա լավագույն այն օրինակն է, ինչ որ ասում եմ։ Մենք որպես քրիստոնյաներ մեր ժամանակը պետք է անցկացնենք հոր հետ, որպեսզի իր կամքը իմանանք։ Հիսուս Քրիստոս երկրի վրա առանձնանում էր եւ այս ձև ասած իր հանգստի, իր քնի լավագույն պահերը տրամադրում էր հոր հետ ժամանակ անցկացնելով։ Եթե մենք ուզում ենք նույնիսկ հանգստություն ունենք ֆիզիկապես, հավատացնում եմ ձեզ, եթե դուք ժամանակ անցկացնեք հոր հետ, Տերը նաև այդ հանգստությունը կտա ձեզ։ Մենք շատ դեպքերում հոգնած ենք լինում, թե ծառայությունների շրջանակում, ուսման շրջանակում, շատ հարցերի շրջանակում եւ նույնիսկ քունը մեզ բավարար չի լինում, որպեսզի մենք հանգստություն ունենանք։ Այն օրինակը, ինչ որ տալիս էր Հիսուս Քրիստոս, սա պետք է լինի նաև մեր օրինակը, որտեղ մենք հանգստություն նաև հասնում ենք Տիրոջ հետ շփման, Տիրոջ հետ ժամանակ անցկացնելու հետ։ Հիսուս այս ամեն ինչը անում էր։ Աստված եւ մարդ լինելով ինքը առանձնանում էր հոր հետ ժամանակ անցկացնելու, աղոթք անելու։ Ինչի, որպեսզի Տիրոջ կամքի մեջ անընդհատ մնար ու քայլեր։ Սիմոնը ու նրա հետ եղողները նրա ետևից գնացին եւ երբ նրան գտան, ասացին. բոլորը քեզ են փնտրում։ Ուշադրություն դարձրեք։ Տրամաբանությունն ինչ է ասում, ծառայությունը նոր է սկսում, մարդիկ կամած ավելանում են եւ եթե փառք ես փնտրում, փառք ես ակնկալում, ինչ պետք է անես։ Պետք է շարունակես մնալ այդ նույն տեղում, որտեվ կամած ժողովուրդը շատանում է։ Փառքդ ավելանում է եւ տրամաբանությունն ասում է, եթե ժողովուրդը հավաքվել է, ավելանում է ժողովուրդը, ինչ պետք է անես, պետք է մնաս նույն տեղում։ Մինչև որ այդ տարածքը ամբողջությամբ կարծես կգրավենք, նոր հետո կմտածենք ուրիշ տեղ գնալու։ Նրանց ասաց. մոտակա գյուղաքաղաքները գնանք, որ այնտեղ էլ քարոզեն, որտեղ դրա համար եմ եկել։ Հիսուս Քրիստոսի նպատակը քարոզելն էր, Աստծո խոսքը փոխանցելն էր։ Գիտեք, հիմա որոշ մարդիկ, որոշ եկեղեցիներ կենտրոնացել են ունենք մի ուղղության վրա, ասում են, տեսեք, Քրիստոս բժշկում էր, հաց էր տալի, եւ կան եկեղեցիներ, որոնք որ կենտրոնացել են դրա վրա։ Բժշկություններ ու ինչ որ այլ պրոյեկտ ասելով ի նկատի ունեմ սնունդ բաժանել, ինչ որ մարդկանց այցելել, այս անել ու այն հիմնական նպատակը, որը որ պետքա մենք ունենանք։ Մենք թողում ենք մի կողմ ու կենտրոնանում ենք նման բաների վրա։ Հիսուս նման բաների վրա չէր կենտրոնանում։ Հիսուս բոլորին չկերակրեց։ Հիսուս բոլորին չբժշկեց։ Եվ երբ որ ժամանակը գալիս էր, գնում էր, որպեսզի ուրիշ տեղ ինչ աներ, քարոզեր։ Եվ ամբողջ Գալիլեայով մեկ նրանց ժողովարաններում քարոզում էր ու դևերին հանում էր։ Այսինքն այդ ամեն ինչը միաժամանակ էր տեղի ունենում։ Եվ քարոզը, եւ բժշկությունը, եւ նպատակը ընդհանրապես մեկը չէր։ Ֆիզիկական կարիքները հոգալը չէր։ Ամեն մեկս մեր կյանքում պետք է այս հետևյալ հարցը տանք. ես հիմա որտեղ եմ։ Ես որտեղ եմ այսօր։ Երբ որ Աստված Էդեմական պարտեզում, գիտենք, որ Ադամն ու Եվան արդեն մեղք էին գործել, եւ ամանչում էին, պաղկվել էին հոր Աստծուց, գիշեք Աստված առաջի ինչ հարց տվեց։ Ասաց, ուր ես Ադամ, Աստված շատ հստակ գիտեր որտեղ է Ադամը։ Աստված շատ հստակ գիտեր, թե ինչ վիճակում է գտնվում։ Խնդիրը այն էր, որ Ադամը չգիտեր ինքը որտեղ է։
Պետք է լիներ Աստծո կողքին, բայց այդ ժամանակ թփերի տակ պահկված էր։ Մենք ամեն մեկս մեր կյանքում այս հարցը պետք է տանք։ Ես որտեղ եմ։ Ոչ թե այն առումով ֆիզիկապես որտեղ եմ, այլ Աստծո հետ իմ ընթացքի մեջ որտեղ եմ։ Որտեվ սա է ինձ համար կարևորագույն հարց։ Որտեղ եմ ես։ Եվ այո, այդ հարցի պատասխանը նաև կազդեցություն կունենա, թե նրան, թե ֆիզիկապես ես որտեղ եմ։ Ուրեմն Հիսուս Քրիստոս այնտեղ էր, որտեղ որ Հայր Աստված ուզում էր, որ նա լիներ։ Երկրորդը Հիսուս Քրիստոս խոսք կատարող էր։ Եկեք կարդանք ևս մեկ անգամ 14-ից 16 համարները։ Ուշադրություն դարձրեք, Հիսուս գնաց Կափառնայում, գնաց Գալիլեա, ինչի համար, հենց առաջի երկու բառն ասում է, որպեսզի կատարվեր Եսայի մարգարեի միջոցով ասված խոսքը։ Ուշադրություն դարձնում եք, վախը չէր դրդապատճառը։ Իրավիճակի ինչ որ փոփոխությունը չէր, այս ամենը տեղի ունեցավ, որովհետև Տեր Հիսուս ուզում էր կատարել այն խոսքը, ինչի մեջ որ Հայրը իրեն կանչել էր։ Եվ այո, Քրիստոսի ծննդից տարիներ առաջ Եսայա մարգարեն ինչ էր արել։ Մարգարացել էր սրա մասին, որ սա պետք է այս ձև լինի։ Ինչ մարգարություն էր։ Զաբուղոնի երկիր ու Նեփթաղեմի երկիր, ծովի ճանապարհ Հորդանանից այն կողմ, Հեթանոսների Գալիլեա։ Ուշադրություն դարձեք, հետաքրքիր տերմինաբանություն է օգտագործում։ Ցույց է տալիս երկու ցեղերի կամ երկու ցեղերի երկիրը, որոնք որ ժամանակին լիարժեք հնազանդ չեղան Տիրոջ կամքին, չմաքրեցին իրենց երկիրը ամեն կուրքերից եւ ազգերից, դրա պատճառով հեթանոսության մեջ ընկան, դրա պատճառով ահագին լուրջ խնդիրներ ունեցան, եւ դրա համար էլ ասում է հեթանոսների Գալիլեա։ Սա նորից վերաբերվում է ում, մեզ է վերաբերվում։ Ինչի է մեզ վերաբերվում, որտեղ փրկության լուրը հասանելի էր ոչ միայն հրաներին, այլ նաև ում հասանելի դարձավ հեթանոսներին։ Մենք էլ էինք հեթանոս, ինչ կարգավիճակում էինք գտնվում։ Ժողովուրդը, որ խավարի մեջ էր նստած։ Հետաքրքիր է, Եսայա մարգարեն ասում էր խավարի մեջ էր քայլում, Մատթեոս ավետարանիչն ասում է խավարի մեջ էին նստած։ Իրականում մեծ հաշվով տարբերություն չկա խավարի մեջ քայլես, թե խավարի մեջ նստած լինես, բայց սա այն կարգավիճակն էր, որի ժամանակ այս պայդրությամբ գտնվում էր այդ ժողովուրդը։ Մենք էլ էինք ժամանակին ինչ, խավարի մեջ նստած էինք։ Խնդիրը ֆիզիկական լույսի մասին չի։ Խավարի մեջ նստած լինելը նշանակում է ճշմարտության մեջ չլինել, ճշմարտությունը չիմանալ։ Ապրել մեր կամքը կատարելով, իմ կամքն եմ ես կատարել կյանքիս մեջ, մինչև Քրիստոս հետ հանդիպելը։ Իսկ դա Աստծո խոսքն ասում է սատանայի կամքն էր։ Անում էինք այն, ինչ որ սատանան էր ցանկանում։ Այսինքն խավարի մեջ էինք գտնվում։ Հիմա տեսեք ինչ գեղեցիկ խոսքեր է ասում։ Ժողովուրդը, որ խավարի մեջ էր նստած, ինչ արեց, մեծ լույս տեսավ։ Եվ մահվան ստվերով աշխարհում նստողների համար ինչ արեց, լույս ծագեց։ Գիտեք, այս լույս ծագելը, չգիտեմ, եղել է դեպք կամ փորձել եք ինչ որ կերպով մթության մեջ քայլեք։ Չեմ հիշում, մի քանի անգամ նման դեպքեր եղել է, որ ռեալ կատարել լույս է եղել, ընդհանրապես լույսի աղբյուր չունես։ Ձերքերը ցենց տնգած փորձում ես ինչ որ մի կերպ շոշափելով ինչ անել, քայլել։ Այս օրինակն է բերում, որ կարծես հոգևոր աշխարհի մեջ առանց Քրիստոսի մենք այդ կարգավիճակում ենք գտնվում։ Ինչի որտեվ չգիտենք մեր ոտքի տակը ինչ է։ Չգիտես որ ցանկացած պահին ինչ կարա լինի, կարա սայթակես, կարա սնկնես, կարա փոս լինի, կարա ինչ որ վտանգ լինի, որը որ դու չես տեսնում։ Ու ինչ ես անում, քայլում ես դեպի այդ ուղղությամբ ու առանց հասկանալու։ Առանց Քրիստոսի կյանքը հենց այդ կյանքն է։ Աչքերը փակած ապրելն է։ Ես ուղղակի չեմ կարող պատկերացնել, բայց պատկերացեք մարդիկ, ովքեր որ իրենց ողջ կյանքի ընթացքում տենց են քայլում։ Մենք էլ էինք ժամանակին այդ վիճակում գտնվում։ Բայց ինչ տեղի ունեցավ, ասում են այդ մարդկանց համար ինչ եղավ, լույս ծագեց։ Ո՞վ էր այդ լույսը։ Հիսուս Քրիստոսն էր։ Հիսուս Քրիստոսն էր այդ լույսը եւ դրա համար էր գնացել Գալիլեա, որպեսզի այդ խավարի մեջ, այս ձև ասած այդ կիսախառը սենց քաղաքը, մեղավոր քաղաքը ինչ լինի, լուսավորվի։
ճշմարտությունն իմանան, որպեսզի փրկություն ստանան։ Սա է մեր գերագույն նաև նպատակը որպես հավատացյալ, որպես քրիստոնյա, որ Տիրոջը փառավորենք, գնանք ու ավետարանը քարոզենք։ Խավարի մեջ էին, լույս չունեին, հեթանոսական Գալիլեա գնաց, որպեսզի ավետարանը քարոզի։ Գիտեք, այս հատվածը բավականին նման է Հովհաննեսի նկարագրությանը Քրիստոսի մասին։ Թե Հովհաննեսը առաջի համարում խոսում է, որ լույսը աշխարհ եկավ եւ աշխարհը չընդունեց, թե նաեւ հետաքրքիր հատված կա 3-րդ գլխում, ուզում եմ կարդամ 19-ից 21 համարները։ Հովանու 3 19-ից 21 համարները։ Եվ ահա այս է դատաստանը, ուշադրություն դարձրեք։ Լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին, որտեղ իրենց գործերը չար էին։ Մի քանի օր առաջ մեր Հովիկ եղբոր մեքենայի ապակիներն էին, կողային հալիլեն էին գողացել, եւ ընդհանրապես նման գործերը երբ են տեղի ունենում, գիշերը, ինչի որտեղ մարդ չի ուզում, որ հնարավորինս քիչ մարդիկ տեսնեն, հնարավորինս քիչ մարդիկ դրա մասին իմանան կամ տեսնողներ լինի։ Ինչի որտեվ երբ որ գործերդ խավար են, չես ուզում այդ ամեն ինչը հայտնի լինի։ Մեր կյանքում էլ մենք շատ բաներ ունենք, որի համար գուցե ամանչում ենք եւ չենք ցանկանա, որ ինչ լինի, այս ամեն ինչը բացահայտվի։ Այս ամեն ինչը երևա։ Եվ պատկերացեք, եթե լույս կա, ու ես գնամ դեպի լույս, այդ խավար գործերս երևալու են, ինչ եմ անելու դրանից։ Փախնելու եմ, չեմ որևիցե կերպով չեմ ձգտելու դեպի այդ լույսը գնամ։ Բայց ուշադրություն դարձրեք, հենց սրա մեջ է, որ Աստծո խոսքը շատ հստակ ասում է, այնով որ Քրիստոսի մեջ չի, այնով որ դեպի այդ լույսը չի գնում, արդեն ինչ ա եղել, դատապարտված է։ Հավելյալ դատաստան այո լինելու է, վերջնական դատաստանը լինելու է եւ Աստված հայտարարելու է նրանց, ովքեր որ Իրանն են, եւ նրանց, ովքեր որ Իրանը չեն, նրանք ովքեր որ չհավատացին։ Բայց մարդը այստեղ ապրելով, եթե Քրիստոսինը չի հավատացել, արդեն իսկ ինչ է, դատապարտված է։ Ինչու է դատապարտված։ Որովհետեւ յուրաքանչյուր ոք, ով չարիք է գործում, ատում է լույսը։ Ու չի գալիս դեպի լույսը, որպեսզի իր գործերը հայտնի չդառնան։ Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է ինչ։ Գալիս է դեպի լույսը, որպեսզի հայտնի դառնա, թե իր գործերը Աստծով են կատարվել։ Ուշադրություն դարձնում եք, բարի ու կարծես այդ չար հասկացողությունը ոնց է բաժանվում։ Գործեր, որոնք որ Աստծով են կատարվում, Աստծո փառքի համար են։ Եվ գործեր, որոնք որ Աստծո փառքի համար չեն։ Սա շատ հստակ բաժանումն է դնում նրանց, ովքեր որ լույսի մեջ են, եւ նրանք, ովքեր որ լույսի մեջ չեն։ Եվ խնդիրը նույնիսկ ինչ որ մի գործողություն անելը չէ, օրինակի համար, բարի գործեր անել։ Այդ բարի գործերը կարաս անես դու քո փառքի համար, ինչ որ մեկին ինչ որ բան ցույց տալու համար, կամ այդ ամեն ինչը կարա լինի Աստծո փառքի համար։ Սա դրա համար եմ ասում, շատ հստակ բաժանում է։ Մարդիկ, ովքեր որ լույսի մեջ են եւ մարդիկ, ովքեր որ խավարի մեջ են։ Եթե որևիցե մեկը սիրում է Աստծուն, ինչ պետք է անի։ Պետք է հնազանդվի Տիրոջ խոսքին։ Չես կարող ասես ես սիրում եմ Աստծուն, քրիստոնյա եմ, Աստծուն եմ հետևում, բայց դե խոսքերը ինձ համար էական չեն։ Ես կապրեմ այնց ոնց որ ես ինքս ցանկանում եմ։ Չի լինում տենց ժողովուրդ։ Կամ Տիրոջն եմ, Տիրոջ խոսքի մեջ եմ, քայլում եմ լույսի մեջ, կամ Տիրոջինը չեմ, ինքս ինձ խաբում եմ եւ ապրում եմ խավարի մեջ։ Ուրեմն առաջինը Հիսուս այնտեղ էր, որտեղ որ Տերը ցանկանում էր որ նա լիներ, երկրորդը Հիսուս Քրիստոս հնազանդ էր եւ կատարում էր Տիրոջ խոսքը, լիարժեք էր կատարում։ Երրորդը, բացի նրանից, որ ինքը խոսքը կատարում էր, այլ նաեւ ինչ էր անում, խոսքը նաեւ քարոզում էր։ 17-րդ համարը։ Այդ ժամանակից Հիսուս սկսեց քարոզել ու ասել։ Երբ որ ասում է քարոզել ու ասել, օգտագործում է խոսքը հրճակել կարող ենք ասել ավելի, այսինքն բացահայտ կերպով, հեղինակությամբ էր խոսում, տարբերվում էր, սովորական մի ինչ որ դաս չէր, այլ մի բան էր, որը որ բարձրաձայն հրճակվում էր, քարոզվում էր, հայտարարվում էր մարդկանց։ Ինչ էր քարոզում, որն էր նյութը Քրիստոսի։
Սկիզբը ասում էր ապաշխարեցեք, որովհետև մոտեցել է երկնքի արքայությունը։ Ինչ է նշանակում ապաշխարեցեք։ Ընդհանրապես այս բառը շատ ենք մենք օգտագործում, գործածում։ Ապաշխարություն կարող ենք առանձնացնել, ապաշխարությունը բաղկացած է երկու հիմնական հատվածներից։ Առաջինը մեղքերից զղջումն է։ Այսինքն ես խոստովանում եմ իմ մեղավոր կյանքը, խոստովանում եմ Քրիստոսի առաջ, ընդունում եմ, որ ես ով եմ, մեղավոր մեկն եմ, մեղավոր մարդ եմ, որ այսքան ժամանակ ապրել եմ այնպես, ինչպես որ ես ինքս եմ ցանկացել։ Ես չեմ ասում մարդասպանություն, չեմ ասում գողություն, սրա մասին չի խոսքը գնում։ Մենք ինքներս շատ լավ գիտենք, մենք ինչ կյանք ենք ապրել, ինչ կյանքով ենք ընթացել։ Բայց այս ամեն ինչը, եթե Տիրոջ կամքի համեմատ չէր, Աստծո առաջ մեղքը եւ այս հարցի լուծումը մենք չենք կարող տալ։ Նախ եւ առաջ սա պետքա գիտակցեմ։ Պետք է գիտակցեմ իմ մեղավոր լինելը։ Երկրորդը հավատալն է, այսինքն առաջինը ապաշխարությունների մեջ մտնում է զղջում դարձ, երկրորդը հավատում եմ առ Հիսուս Քրիստոս, որ Քրիստոս ապրեց սուրբ ու կատարյալ կյանք։ Մահացավ իմ մեղքերի համար եւ երրորդ օրը հարություն առավ։ Հավատում եմ, որ իրանով ունեմ փրկություն։ Այսինքն դարձ զղջում ապաշխարություն եւ երկրորդը հավատք։ Ընդունում Հիսուս Քրիստոսին եւ սա պետք է լինի ամեն մեկիս կյանքում, եթե որևիցե մեկը չի ապաշխարել, եթե որևիցե մեկը չի զղջացել մեղքերի համար եւ հավատք չունի առ Հիսուս Քրիստոս, որևիցե հույս, որևիցե այլ ճանապարհ, որևիցե այլ կյանք չկա ընդհանրապես։ Երբ որ Հիսուս խոսում էր, մարդիկ տեսնում էին, որ Հիսուսի քարոզը տարբերվում է փարիսեցիների քարոզից, տարբերվում է դպիրների այն ժամանակվա ուսուցիչների։ Եվ Մատթեոսի 7-րդ գլուխ 28 ու 29 համարներն եմ ուզում կարդանք։ Երբ Հիսուսը այս խոսքերն ավարտեց, ժողովուրդը զարմանում էր նրա ուսուցման վրա, որովհետև նրանց ուսուցում էր իշխանություն ունեցողի պես եւ ոչ թե դպիրների նման։ Ուշադրություն դարձնում եք, նրանց ինչ որ սովորեցնում էր իշխանություն ունեցողի պես, այլ ոչ թե դպիրների ու փարիսեցիների պես։ Այդ իշխանությունը հիմա ում է տրված, Հիսուսին է տրված, բայց ինքը ում պատվիրեց։ Աշակերտներին, եկեղեցուն, ասեց ամեն իշխանություն ինձ է տված, ուրեմն գնացեք ու ավետարանի խոսքը քարոզեք, մկրտելով նրանց Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Այդ իշխանությունը հիմա տրված է մեզ, որպեսզի մենք գնանք ու Աստծո խոսքը քարոզենք։ Սա է մեր հիմնական առաքելությունը, որ պետք է գնանք ու կատարենք։ Սրա մեջ է Տերը փառավորվելու։ Եվ այո, մեր քարոզը նույնպես չի փոխվել։ Նորից գնում ենք, պատմենք Քրիստոսի կատարած գործի համար խաչի վրա։ Խաչի վրայի ավազակը ինչ արեց։ Ապաշխարեց, իր մեջ ինչ էր մտնում։ Էլի երկու բան։ Ինքը զղջաց, ասեց, որ ես մեղավոր եմ։ Իմ կատարած գործերի, սխալ կատարած գործերից համար եմ այստեղ, ճիշտ է։ Երկրորդը ինչ արեց։ Հավատաց, ասես Տեր հիշիր ինձ, երբ որ կգաս քո թագավորությամբ։ Այս երկու քայլն արեց, ավազակը իր կյանքի վերջի պահին ապաշխարեց, դարձի եկավ։ Եթե ես էլ իմ կյանքում ապաշխարություն դարձ ունեմ, դրանից հետո պետքա քայլեմ, պետքա հետևեմ Տիրոջը։ Պետքա մկրտվեմ, եթե մկրտված չեմ։ Մկրտությունից հետո էլ պետքա ապրեմ այնպես, ինչպես որ Աստված ինքն է ցանկանում։ Հռոմեացիս 10-րդ գլուխ 8-ից 10 համարներն եմ ուզում ընթերցենք։ Հռոմեացիս 10, 8-ից 10։ Իսկ գիրքն ինչ է ասում։ Խոսքը մոտ է քեզ, քո բերանում, քո սրտում է, այսինքն հավատքի խոսքը, որ մենք քարոզում ենք։ Խոսքը մոտ է, լսում ենք մենք այդ խոսքը, քարոզներ ենք լսում, խոսքն ենք կարդում, հրեաները գիտեին այդ խոսքը։ Որովհետև եթե Հիսուսին քո բերանով Տեր դավանես եւ սրտումդ հավատաս, որ Աստված նրան մեռելներից հարություն տվեց, ինչ կլնես։ Կփրկվես։ Քանի որ սրտով հավատում ենք արդարանալու համար եւ բերանով դավանում ենք փրկվելու համար։ Ուրեմն Հիսուս, երբ որ ասում էր ապաշխարեցեք, որտեղ մոտեցել է երկնքի արքայությունը, Քրիստոս արդեն եկել էր։ Թագավորը արդեն երկրից վրա էր ու քարոզում էր ավետարանը։ Իրեք ինչ է ասում երկնքի արքայություն։
Հрեաների համար այդքան էլ սովորական չէր անդադ Աստծո անունը տալ։ Եվ շատ դեպքերում Աստված բառը փոխարինում էին երկինք բառով։ Մենք արդեն ասացինք, որ Մատթեոսը գրել է ավետարանը հրեա քրիստոնյաների համար, եւ որպես կարծես թե իրենց ականջը ծակի, Մատթեոսը օգտագործում է հետեւյալ տերմինաբանությունը. ապաշխարեցեք, որովհետեւ երկնքի արքայությունն է մոտեցել, այսինքն Աստծո արքայությունն է մոտեցել։ Դա ֆիզիկական ինչ որ մի տեղ չէր։ Աստծո արքայությունը մոտեցել է, նշանակում է կամ Աստծո արքայությունը ովքեր են, մենք ենք։ Ում վրա Տիրոջ իշխանությունն է։ Եկեղեցին է Աստծո արքայությունը, որտեղ որ Տերը թագավորն է։ Եվ դրա համար երբ որ ասում է թող որ քո թագավորությունը գա կամ ընդլայնվի քո թագավորությունը, ինչպես է դա տեղի ունենում։ Երբ որ գնում ենք ու ավետարանն ենք քարոզում, երբ որ գնում ենք ու մարդկանց փոխանցում ենք այն, ինչ որ Տերը մեզ փոխանցել է։ Եվ այո, դեռևս այդ ֆիզիկական թագավորությունը չկա, բայց Տեր Հիսուս ինչ ասեց, որ երբ որ երկրորդ անգամ գա, նաև կհիմնի այդ ֆիզիկական թագավորությունը։ Եվ երկրից վրա հազարամյակը կլինի, երբ որ արդեն թագավորը կլինի գահին բազմած երկրից վրա։ Չնայած հիմա երկնքում է նորից գահին է։ Եվ այսօր մենք ենք Տիրոջ թագավորության ներկայացուցիչները։ Ուրեմն որպես Տիրոջ թագավորության ներկայացուցիչներ, մենք էլ պետք է այնպես ապրենք, որպեսզի մեր կյանքում ամեն մեր կյանքի վարքյանը, ամեն մեր խոսքը, ամեն մեր քայլը ինչ անի, վկայի, որ մենք հնազանդ ենք այն առաքելությանը, որի մեջ Տերը մեզ կանչել է։ Ուրեմն ինչ անենք։ Լինենք այնտեղ, որտեղ որ Տերը մեզ ուզում է, որ մենք լինենք։ Չծուլանանք։ Չասենք դե սա հարմար չի, իրապես լինենք այնտեղ, որտեղ որ Տերն է ցանկանում, որ մենք լինենք։ Երկրորդը, հնազանդ լինենք խոսքին։ Կարանք 1000 քարոզներ լսենք, կարանք Աստծո խոսքը կարդանք, բայց եթե այդ կարդացածը իրականություն չի դառնում մեր կյանքում, ումն է պետք, հասկանում եք։ Դա ուղղակի խաբեություն է լինելու, ինքներս մեզ խաբելու ենք, որ ամեն ինչ նորմալ է, խոսքի մեջ ենք կարծես, բայց իրականությունը դա չի լինելու։ Չենք կարա Տիրոջը սիրենք, եթե չենք հնազանդվում իր խոսքին։ Եվ երրորդը, ինչ որ Հիսուսն էր անում, այն ինչ որ առանք, այն ինչ որ սովորեցինք, չենք կարա պահենք, չենք կարա թաքցնենք, այլ հակառակը պետքա գնանք ու քարոզենք, պետքա գնանք ու փոխանցենք, որպեսզի Տիրոջ արքայությունը ինչ լինի, ընդլայնվի։ Որտեվ փրկության ճանապարհը միայն մեկն է։ Դա Հիսուս Քրիստոսն է։ Դա ես չեմ, դա եկեղեցին չի, դա ոչ էլ քրիստոնեությունն է։ Միակ փրկության ճանապարհը Հիսուս Քրիստոսն է, որ ով որ հավատա Հիսուսին, ով որ դարձի գա ապաշխարի, նա կփրկվի։ Իսկ ով որ Քրիստոսինը չէ, հավիտյան դատապարտվելու է եւ արդեն իսկ ինչ է, դատապարտված է, որովհետեւ լույսը եկավ աշխարհ, բայց լույսը չընդունեցինք, որովհետեւ խավար են մեր գործերը ու դեռևս ուզում ենք ապրենք մեր համար։ Եկեք պահը տանք, առիթը տանք աղոթքին, խնդրենք, որպեսզի Տերը մեզ ների։ Խնդրենք, որպեսզի Տերը մեր սիրտը բացի եւ ճշմարտապես հավատանք Հիսուսին։ Հավատանք այն Քրիստոսին, որը որ ավետարանը փոխանցեց մեզ, բարի լուրը տվեց, որ Քրիստոսով կա կյանք, Քրիստոսով կա հույս, Քրիստոսով կա Տիրոջ մեջ ճանապարհը, ինչպես որ ինքը ասաց, ես եկա, որպեսզի դուք կյանք ունենաք եւ այլ ավելի կյանք, հոգեվոր կյանք, Տիրոջ մեջ կյանք, որը որ ունի իմաստ եւ նպատակ։ Եկեք աղոթենք։ Տեր Աստված, շնորհակալ ենք քո խոսքի համար եւ շնորհակալ ենք քո որդու համար, որ եկավ սուրբ ու կատարյալ կյանք ապրեց եւ մահացավ մեր մեղքերի համար։ Եվ երրորդ օրը հարություն առնելով մեզ բոլորիս հույս տվեց, որ եթե հավատանք, եթե խոստովանենք մեր մեղքերը, ապա ներում կգտնենք եւ հավիտենականությունը քեզ հետ կանցկացնենք։ Ոստի աղոթում եմ, ով Տեր Աստված, որ այցելես բոլոր նրանց, ովքեր որ գուցե դեռ քեզ չեն ճանաչում։ Գուցե դեռ փրկություն չունեն Տեր Հիսուս քո մեջ։ Գուցե չեն հավատացել, չեն խոստովանել իրենց մեղքերը եւ չեն հետևում քեզ։
Դու խոսիր ամեն մեկի սրտի հետ, որ իրապես ամեն բան թողնենք եւ մեր կյանքի նպատակը քեզ դարձնենք, Տեր։ Քեզ ճանաչել, քեզ փառավորել եւ քո կամքը կատարել։ Որտեւ մնացած բոլոր բաները ունայնություն են։ Ամեն բան ինչ որ կարծես թե թանկ է, կարծես թե կարևոր է, առանց քեզ անիմաստ է, Տեր։ Թե հարստությունը, թե ֆիզիկական առողջությունը, թե այլ ինչ որ սովորություններ, ամեն բան ունայն է, եթե Տեր դու այնտեղ չես։ Գալիս ենք քո առաջ որպես քո եկեղեցին։ Ու խնդրում ենք, Տեր, որ օգնես, որ միշտ մեր հայացքը դեպի քեզ լինի, Տեր։ Որ այո լինենք այնտեղ, որտեղ որ դու ես ցանկանում, որ մենք լինենք։ Մեզ առաջնորդես այն վայրերը, որտեղ որ կարիքը կա քո խոսքի, քո ավետարանի։ Լինենք այնտեղ, որտեղ որ քո խոսքն է քարոզվում, որտեղ որ քո ճշմարտությունն է, Տեր։ Լինենք այնտեղ, որտեղ որ քո լույսն է, Տեր։ Որտեղ մենք լույս չունենք։ Այլ դու ես լույսը, որ մեր մեջ ես։ Ոստի դու փառավորվի ամեն մեր կյանքի վայրկյանում, Տեր։ Օգնի, որ որպես եկեղեցի, որպես անհատ խոսքիդ հնազանդ լինենք, Տեր։ Խոսքդ մեզ համար գերագույն նշանակություն ունենա, Տեր։ Եվ ապրենք ամեն մի վայրկյանը քեզ փառավորելով։ Եվ ոչ միայն խոսքդ կատարող լինենք, այլ նաև խոսքդ փոխանցող լինենք, Տեր։ Մեր շրջապատում, մեր հարազատներին, մեր ընկերներին, որտեվ եթե սիրում ենք մեր հարազատներին, ուրեմն այս փրկության ավետարանը պետք է քարոզենք։ Ուստի մեզ տուր խիզախություն, որպեսզի թե պատե, թե անպատե ամեն իրավիճակներում քեզ փառավորենք։ Մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։